Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց արդեն ձևավորվում է նոր խորհրդարանի քաղաքական պատկերը, թեև դեռ հնարավոր են վերահաշվարկներ եւ տեխնիկական շտկումներ։ Նախնական տվյալներով քաղաքացիական պայմանագիրը ունի 64 մանդատ, Ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Ինչ հնարավորություն է ստանում քաղաքացիական պայմանագիրը 64 մանդատով։ Հայաստանում 64 մանդատ ունեցող քաղաքական ուժը համարվում է միանձնյա մեծամասնություն, այսինքն քաղաքացիական պայմանագիրը կարող է ինքնուրույն ձևավորել կառավարություն, ընտրել վարչապետ եւ հաստատել կառավարության կազմը։ Նաև այդ ուժը վերահսկում է օրենսդրական գործընթացը, կարող է ընդունել օրենքները եւ ձևավորել խորհրդարանական օրակարգը։ Բայց կա մեկ կարևոր սահմանափակում։ Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 2/3 մեծամասնություն, մոտ 70 մանդատ, ինչը նշանակում է, որ այդ հարցում ՔՊ-ն չի կարող կատարել այն, ինչ վերջին տարիներին անդադար հայտարարում է։ Բայց պատկերը կարող է փոխվել, եթե ԲՀԿ-ի վերահաշվարկից հետո կուսակցությունը հաղթահարի անցողիկ շեմը։ Իսկ այս փուլում ինչ կարող է անել ընդդիմությունը։ Ընտրություններից հետո քննարկումների կենտրոնում է մանդատները վերցնելու կամ դրանից հրաժարվելու հարցը։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, որը ավելի շատ քաղաքական դիրքորոշում է։ Իրավական բաղադրիչը, ինչպես մնացած երկրներում, չի նշանակում, որ մանդատները չվերցնելը փոքրամասնության կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսին են ազգային ժողովի նոր ընտրությունը, երկրորդ փուլը կամ էլի նմանատիպ հետևանքներ։ Հավաքական ընդդիմությունը նախնական տվյալներով խորհրդարանում ունի 41 մանդատ։ Եթե ցանկանան հրաժարվել մանդատից, յուրաքանչյուր ընտրված падգամավոր պետք է անհատական կարգով ներկայացնի հրաժարականի դիմում, որից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնի համապատասխան ընթացակարգերը։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, նրանց մանդատները չեն փոխանցվում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերին։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է եւ քաղաքական ընդդիմությունը, որը մտել է ընտրապայքարի մեջ ու արձանագրել այս արդյունքները, տիտղոսակիր ընդդիմությունը ըստ էության այս պահին ըստ մանդատի պետք է ինքը կայացնի որոշում։ Սա իրենց որոշումն է։ Իսկ աշխարհն ունեցել է նման օրինակներ։ Վենեսուելայում, Բելարուսում, Ուկրաինայում եւ մի շարք այլ հետխորհրդային երկրներում մանդատները չվերցնելը գործածել են որպես քաղաքական ճնշման կամ ընտրությունների լեգիտիմությունը չճանաչելու միջոց։ Բայց հետաքրքրական է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական համակարգում առանձնահատուկ օրինակ համարվող իռլանդական ազգայնական Sinn Féin կուսակցության երկարամյա դիրքորոշումը։ Կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին եւ ստանում մանդատներ, սակայն հրաժարվում է ստանձնել դրանք Ուեսթմինսթրի խորհրդարանում։ Այս քաղաքական մոտեցումը հայտնի է որպես աբստենցիոնիզմ, քաղաքական պայքարի ձև է, որը խորհրդարանական մասնակցությունը փոխարինում է խորհրդարանից դուրս պայքարով, պահպանելով ընտրական մասնակցությունը, բայց հրաժարվելով ինստիտուցիոնալ ներկայությունից։ Քանի որ Մեծ Բրիտանիայում падգամավորները պարտավոր են երդում տալ թագին որպես խորհրդարանի անդամ դառնալու պայման, Sinn Féin-ի ընտրած падգամավորները հրաժարվում են այդ երդումից եւ այդ պատճառով չեն զբաղեցնում իրենց տեղերը։ Արդյունքում կուսակցությունը մասնակցում է ընտրական գործընթացին, սակայն չի դառնում խորհրդարանական աշխատանքի մաս։ Այս մոդելը ձևավորվել է պատմական եւ քաղաքական երկարատև հակամարտության համատեքստում եւ չի հանդիսանում սովորական ընտրական բոյկոտի օրինակ, այլ սկզբունքային քաղաքական դիրքորոշում։ Հայաստանի դեպքում իրավական մեխանիզմը հստակ է։ Ընտրված падգամավորի հրաժարականը չի հանգեցնում ընտրությունների վերանայման կամ մանդատների վերաբաշխման այլ ուժերի միջև, բայց առաջացնում է լեգիտիմության լուրջ հարց եւ ձևավորում առանց ընդդիմություն խորհրդարան։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։